Իրապետում եք հայերեն գրավոր բանավոր լեզու, որով դատավարությունը տարվում է։ Այո։ Լրագրական եզրակացությունը ստացել եք։ Այո։ Դատարանի կողմից քրեական գործի վարույցանների նախնական դատավարությունները նշանակել որոշումը գիծ իրավունք հաստատականությունների ուշադրություն ստացել։ Այո։ Անհրաժեշտ տեսնում եք։ Շատ լավ, դատարանը ճանաչություն ստացել։ Տեր-Գարեգին Քահանա-Ասելյան, Արմեն Աշոտի Ասելյան։ Ես ընթերցեմ վարույթի ընթերում արտադրյալները, Արմեն Աշոտի Ասելյան, Տեր-Գարեգին Քահանա, ծնված 1979 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետություն։ Ազգությամբ հայ քաղաքացի նախկինում չտալված, արտադրված է բնակվի Արմավիրի, մարդ Աղաշատ, Զանթյան փողոց 45 տուն ասել, հաստատում եք իշխանական։ Առողջական վիճակը ձեր։ Վարսաձայնելու ենթակաշ։ Իրապետում եք հայերեն գրավոր բանավոր լեզու, որով դատավարությունը տարվում է։ Լրագրական եզրակացությունը ստացել եք։ Դատարանի կողմից քրեական գործի վարույցանների և նախնական դատավարությունների նշանակելու որոշում, ինչպես նաև գիծ իրավունք պարտականություններ ստացել եք ուշադրություն։ Անհրաժեշտություն տեսնում եք այն գործը։ Խնդրեմ նստեք։ Դեպքում անցում կատարենք քրեական դատավարության օրենսգրքի 315-րդ հոդվածի նախատեսված հարցերի քննարկման, մասնավորապես առաջնորդը հարցարք, ինչպես նաև վարույթի մասնակցելու ազատելու հարցներ, Արարքի մասնակիցների բարձրաբանում, որ նախագահ դատավորը, ինչպես նաև դատական ինստիտուտը հավանք ուներ հարցարք ներկայացնելու միջնակցությունների։ Նշված հիմքերը բացարկի նախագահ դատավորության վարկված են քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով, ինչպես նաև դատական օրենսգրքի 20-րդ օրենքի 70-րդ հոդվածով։ Չնայած նշված թվարկված հանգամանքները սպառիչ չեն, կարող են նաև այլ հանգամանքներ լինեն, արգել անձային լրագրող բացարկի միջնակցություններ արդեն ձեզ։ Ոչ, Արգելի տուրովն եք, բացարկում եք նախագահ դատավորը և դատական ինստիտուտի ոտքի կանգնել եք, դատանի հետ խոսում եք ոչ, նստեք։ Արգելի պաշտպանության կողմում ձեզ Մենք ինքեր այդ ինչի շունը։ Սունվարույթը, մեղադրանքը պաշտպանում է անձային մեղադրող դիկտան ուղղացը։ Արգելի պաշտպանության կողմից ձեզ հայտնի է որևէ բացառող հանգամանք սունվարույթին մասնակցելու։ Ոչ, ուժով ձեզ հայտնի է, բացարկում եք դատապետում։ Արգելի շայրը դատանում պաշտպանում է։ Հաստավան մեջ Երկոնյանը, Պետրոսյանը, Զորաբյանը, Ահարոնյանը և Սարգսյանը։ Արդյոք արգել անվային դերադրող որևէ բացառող հանգամանք։ Ոչ, Անցում կատարան կնդատության հարցին, արգելի անվային դերադրող որևէ միջնորդություն կամ դիրքորոշումներ կնդատության։ Պատվոժն դատան գտնում են, որ ենթակայ սունդանական։ Ուժով կողմով որևէ դիրքորոշումներ կնդատության է կապված, կնդատյա է արդյոք Արարատոթի մարդի առաջինացյալի ընդհանրության դատարանից։ Հարցը չեք հասկանում։ Հարցը հետևյալն է, արդյոք մեղադրյալների վերագրվող ենթադրյալ արարքները կատարվել են Արարատոթի մասին։ Ոչ, Անցանքը որտեղ է դեպքում, վերագրվող ենթադրյալ դեպքը։ Արգելի պաշտպանության կողմից դիրքորոշումը Ընդդատությունը ճիշտ է որոշված։ Պատվազան դատարան երկար պնդումներից և քննարկումներից հետո իդեպ նախաքննության փուլից առնվազն հանրային հետապնդում հարուցելու որոշումներից մեկով նկարագրված արարքների մեջ կարելի է տեսնել ընդդատության ճիշտ, այսինքն Արարատոթի մարդու ընդհանրության դատարանի ենթակա քրեական գործի քննություն։ Մնացած մասով մեր դիրքորոշումը ընթացքում է։ Ամեն
դեպքում սույն հարցը նաև ապացուցման հետազոտումից հետո է նաև քննարկվում։ Շատ լավ, ոնց կատարեն երրորդ հարցը, մասնավորապես քրեական դեպքում գործի բարոյական կարգերի վերաբերյալ որը Ոչ պատմական։ ուժով կողմ ունի ասում են ձեզ ավելի պաշտպաններ։ Սույն փուլին բնորոշ միջնորդություններ չունենք պատկանում։ Անում եք հարկի պաշտպաններ։ Սույն կատարեն խափանու միջոցի հարցը։ Անգելի անդրեն իրադրող ասում են ձեզ առաջին անդենք։ Նախատիչ եպիսկոպոս Պրոշյանի խափանու միջոցի հարցը վերջին ստկապման հանդիպված է կալանքը։ Բաղապաշան դատան, մասում կատարենք հավանավորման հիմքերին, նշվածով պայմանավորված գտնում ենք, որ միջդատական վարորդի ընթացքում մեղադյալի ներկայացման տանախի ժամկետը երկարաձգելու մասին որոշում կայացնելուց ի վեր որևէ էական հանգամանք չի ստեղծվել։ Բաղապաշան դատան նշված կապակցությամբ հարկ է փաստել, որ 25 թվականի դեկտեմբերի 13-ին Երևան քաղաքի առաջացան քարոզության քրեական դատարանի կողմից որոշում կայացնելիս դատանը համամիտ է եղել վարորդ իրականացնող մարմնի այն մտաբախության հետ, որ մեղադյալը ազատության մեջ մնալու դեպքում չի կատարի քրեական դատավորության օրենսգրքով կամ դատանի որոշմամբ իր վրա տրված պարտականությունները։ Բաղապաշան դատան հարկ է համարում արձանագրել, որ սույն փուլում ևս ազատության մեջ մնալու դեպքում մեղադյալի կողմից քրեական վարորդին խոչընդոտելու, այդ թվում ապահովման գործընթացին ապօրինի միջամտելու, իր վրա քրեական դատավորության օրենսգրքով տրված պարտականությունների չկատարելու հավանականությունը բարձր է։ Նման երազանքման հիմքում ընկած են հետևյալ հանգամանքները։ Սույն քրեական գործը գտնվում է դատաքննության փուլում, դեռևս հետազոտված չեն առանցքային նշանակություն ունեցող ապացույցերից։ Գործով անցնում են անձին, ում հետ մեղադյալը գտնվում է որոշակի փոխհարաբերությունների մեջ, մասնավորապես եկեղեցական կանոնների վրա հիմնված եւ արդեն իր ձևավորված կանոն հարաբերություններ, այն եկեղեցական կանոնակարգով հաստատված վերադաս հոգեվորական։ Մեղադյալի մեղսագրվում է մեկից ավելի ենթակեր հանցանքների կատարում, այդ թվում մեծանոց հանցանքի կատարում։ Մեղադյալի մեղսագրվող հանցագործությունների բնույթը, վտանգավորության աստիճանը, այդ թվում նաև հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, ենթադրյալ կատարման եղանակը, սպառնացող հնարավոր բաժի խստությունը, մասնավորապես վերջին ինքնիվս այլի մեղսագրվում է ծանր հանցագործության կատարում, որի համար պատիժ է նախատեսված բացառապես ազատազրկման ձևով 4-ից 8 տարի ժամկետով։ Միաժամանակ հարկ է փաստել, որ թե միայն հանցագործության ծանրության աստիճանը չի կարող ինքնին հիմնավորել ազատությունից զրկելու անհրաժեշտությունը, սակայն մեղադյալին վերագրվող հանցավոր առաքների բնույթի վտանգավորության աստիճանը ունի էական նշանակություն նրա հետագա վարքագծի հավանականությունը կանխորոշելու հարցում։ Բացի այդ, պատվաշն դատան հարկ է նկատել, որ քրեական դատավարության օրենսգրքի 116 հոդվածի 2-րդ մասում թվարկված մեղադյալի հավանական գործողությունների մասին հետևությունները չպետք է հիմնված լինեն ողջամիտ կասկածների կամ ենթադրությունների վրա, այլ ոչ թե ակտինից պետք է հիմնված լինեն ողջամիտ կասկածների կամ ենթադրությունների վրա, այլ ոչ թե ակտինից կատարված գործողությունները հավաստող ֆակտերի վրա։ Ապելով վերողյալը արձանագրում են, որ գործում ակտեն փաստական տվյալներ, որոնք բավարար են հիմնավորելու մեղադյալին սույն փուլում անազատության մեջ պայելու անհրաժեշտություն եւ առկա չէ այնպիսի հանգամանք, որի դեպքում կհիմնավորվի առավել պիտանի խափամիջոց կիրառելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ կոնկրետ դեպքում այլընտրանքային խափամիջոցները պիտանի չեն հետապնդող նպատակին հասնելու համար եւ իզորու չեն հակակշռելու մեղադյալի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկը, հնարավորություն տալով ապահովելու նրա անձնական ազատության իրավունքի եւ վերջինի մասնակցության գործի պաշտպանության հանրային շահի միջև արտադրացի առանձնահատկությունը։ Հետևաբար գտնում ենք, որ մեղադյալի նկատմամբ կիրառված խափամիջոցը անհրաժեշտ է երկարաձգել ևս 3 ամիս շարունակ։ Պատվաշան դատարան ըստ էության այո, քանի որ իմ կողմից նախորդի նշված հանգամանքների մասով նշեցի եւ որոնք կատարեցի Երևան քաղաքի առաջացան քննության քրեական դատարանի կողմից դեռևս 25 թվականի դեկտեմբերի կայացված դատականակները նշեցի, որ սարքսին հանգամանքների փոփոխում դերևս ունեցել, հետևաբար ամբողջացնելով վերողյալը նշում ենք նաև ու նաև այլ պահպաններ։ Հասկանալի։ Հարգելի ինչ դիրքորոշում եք խափանամիջոցի հարցի վերաբերյալ։ Օրենքով սահմանված կարգով ոնց է դիրքորոշում կայացնում։ Նմանապես օրենքի պես նախատեսում։ Շատ հստակ։ Ումից սկսենք։ Գերան։
Շնորհակալություն։ Պատվարժան դատարան, իրան լսեցին այժարժան ներադրողի հիմնավորումները, որոնց կապակցությամբ կասեմ հետևյալը։ Նախ սկսենք մի քայլ հետևից։ Կալանքի շարունակականության դեպքում դատարանը յուրաքանչյուր անգամ առաջին հերթին ստուգում է թե նախորդ պլանավորման որոշումը։ Ինչ ռիսկեր են արձանագրվել, արդարացված է եղել արդյոք այդ ռիսկերը, ինչու է անձնացել կալանքի տակ այդ անհրաժեշտություն, ինչով է պայմանավորվել։ Եվ պարզ է գործունեությունում կա եւ դուք քաշ դերյակ եք, որ առաջին իսկ կալանքից սկսած ունեցել են խոչընդոտման մեկ հիմք, կալանքի մեկ հիմք խոչընդոտել։ Դրա հիմքում դրված է եղել ապացուցման ակտիվ փուլը, վկաների արձակնություն, վկաների վրա ազդեցություն եւ այլն եւ այլն։ Այսօրվա վիճակով մենք որ տեսնում ենք գործողությունները դատարանում ու տեսնում ենք ինչ վիճակ է, ինչ ապացույցներ են ներկայացվել, մենք հասկանում ենք, որ արմատապես փոխված է իրավիճակը։ Նախ ուզում եմ արձանագրենք ու դատարանը խիստ գնահատի այն հանգամանքը, որ սրա նախորդող կալանքում մեղադրանքի կողմը չարաշահել եւ կորզել է դատարանից կալանքը դատարանին, այսպես ասած, խաբելու, որովհետեւ արձանագրված է, որ ակտիվ ապացուցման փուլում է բազմաթիվ վկաներ կան, որոնց պիտի հարցաքննեն եւ կալանքը պայմանավորված է եղել հենց դրանով։ Սակայն մենք տեսնում ենք, որ կալանքից 9 օր հետո գործը փակվել է ու ուղարկվել է դատարան։